ամենանի որ ունի տացի, ով որ ունի նրան կտրվի։ Սիրելի հավատավոր զավակներ, Հայոց եկեղեցու, այսօր Կիրակի Տիրոջ օրը երկրքին համախմբվել է Սուրբ Հաղորդության բաժակի շուրջ, Տիրոջը փառաբանելու, նրանով զորանալու և Աստծո խոսքը լսելու։ Ամեն Կիրակի, երբ մեր քայլերը ուղղում են դեպի մեր տաճարներ և եկեղեցիներ, մեզ համար հրաշալի հնարավորություն է ևս մեկ անգամ վկայելու քրիստոնեական մեր ինքնության և Հայոց եկեղեցուն պատկանելու մասին։ Այսօր եկել ենք ուխտավորաբար կրկին այս սրբություն սրբոցը, միացնայց մայր տաճարը, որի ամենի քարը ողողված է մեր հայրենի աղոթքով, ասելու Տիրոջը, Տեր, ես քոնն եմ և զավակը Հայոց եկեղեցու։ Այսօր եկել ենք նաև ճաշակելու մեր Տիրոջը և ևս մեկ անգամ վկայելու, որքան քաղցրել է Տերը։ Տարվա վերջին Կիրակին է, ինքնանդրադարձի, ինքնակրության մեկ օր։ Եվ այսօր ամենքս անդրադառնում ենք այս տարվա մեր ձեռքբերումներին և ձախողումներին, մեր սայթանումներին և մեր հաջողություններին։ Նաև անդրադառնում ենք, թե այս տարի որքան մեզ մոտեցրեց Աստծուն և որքան հեռացրեց, որքան մենք հավատարիմ գտնվեցինք Տիրոջը և մեր հայրենի հավատքին և որքան մեզ փորձեցին շեղել այդ հավատքից։ Հետևաբար այսօր սիրելիներ, իսկապես այդ անդրադարձի օրն է, որպեսզի կարողանանք ամեն մեկս մեր հոգում և սրտում անդրադառնալով մեր արածներին և չարածներին, նոր տարի մտնենք արդեն պարզ մտքով, մաքուր, հաղթական ոգով, որ տարին պիտի լինի մեզ համար ամենքից հաջողված և արիության գործերով լի։ Եվ կրկին ինչպես ամեն Սուրբ Պատարագի ժամանակ այսօր էլ Աստված խոսում է մեզ հետ այս Սուրբ Խորանից, այս անգամ Լուկաս ավետարանչի բառերով։ Մենք Հիսուսին մեր Տիրոջը տեսնում ենք մաքսավոր և կարճահասակ Զաքեոսի տանը։ Հավաքված են աշակերտները, փարիսեցիներ և այլ պաշտոնյաներ։ Մինչ փարիսեցիները չեն հասկանում, թե ինչու Հիսուս, որ նրանց աչքում մի ռաբբի է, վարդապետ, եկել և մեղավորի տանը ապրում է, մեկ օր է անցկացնում։ Սա նրանց համար անկրկալ է, բայց հոգևոր աչքերով Զաքեոսի տանը և նա զղջաց իր կատարածների համար Աստված ասաց, որ այսօր այս տանը հնության ուչա։ Եվ Հիսուս մի առակ է պատմում, մնացների առակը։ Այս առակը շատ նման է նաև Մատթեոսի ավետարանի քանքարների առակը։ Որքան որ նմանություն են այս երկու առակները, բայց դրանք բովանդակային և իմաստային նաև տարբերություններ ունեն։ Մենք տեսնում ենք, որ երկու դեպքում էլ մարդկանց տրվում է որոշակի գումար, այն շահարկելու, այն շահեցնելու, ավելին անելու, և մենք տեսնում ենք, որ Տերը վերադառնալուց հետո գովաբանում է շահարկողին և ամբաստանում ու քննադատում նրան, որ այդ դրամը պահելու։ Ավետարանն ասում է, որ մի ազնվական մարդ գնում է հեռու աշխարհ իր թագավորությունը ստանալու և ետ վերադառնալու։ Հրեաների համար այս իրականությունը շատ հասկանալի է, որովհետև երբ նախքան Քրիստոս 4 թվականին Հերովդես Մեծը մահացավ, նրա զավակներից Արքեղայոսը գնաց Հռոմ, որպեսզի այնտեղ ստանար թագավորական իշխանություն։ Եվ այս առակը նրանք հասկանում են հենց այս պատմական կոնտեքստում։ Ճիշտ է, այդպես է, Արքեղայոսը չդարձավ, չունեցավ այդ թագավորական իշխանությունը, բայց միևնույն ժամանակ, ըստ ժամանակակից պատմիչի վկայության, հրեաներից բաղկացած մի խումբ էր գնաց կրկին Հռոմ, ասելու
ազնվականը նրան։ Մյուսը հնդապատկեր է, նրան նույնպես գովում է, մեկին տալով 10 քաղաքների վրա իշխանություն, մյուսին 5 քաղաքների։ Երրորդը ասում է, որ քանի որ գիտեք, որ դու խիստ մարդ ես, քո տված դրամը ես դաշտինակի մեջ պահեցի, որպեսզի երբ որ գաս նույնությամբ վերադարձնեմ քեզ։ Եվ հիմա պատկերացրեք, այս խոսակցությանը ներկա հայրեքսների մարդկանց ուրեմն վերաբերմունքը, նրանք մտածում են, որ Հիսուս մեծ վարդապետը պիտի գովաբաներ հենց այս մարդուն, որը իրականության մեջ դրամի հետ որևէ բան չէր արել, պահել է դրամը և տալիս է նույնությամբ իր Տիրոջը։ Բայց մենք տեսնում ենք, որ այս առակում ազնվականը քննադատում է այս մարդուն, որ փոխանակ այն շահարկելու լումայատողներին տալու որպես այդ մեկ գումարը ավելի բազմապատկվել, նա պահել է այն և ոչինչ չի արել։ Եվ ավետարանական առակը վերջանում է նրանով, որ ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ ով որ չունի, այդ ունեցածն պիտի վերցնի։ Ընդհանրապես, եկեղեցու հայրերը և Սուրբ Գրքի մեկնիչները այստեղ այս մնացների և քանքարների ներքո հասկանում են Աստծո շնորհները։ Աստված ամեն մեկից բազմաթիվ շնորհներ է տվել, բայց շատ կարևոր է, որ մենք այդ շնորհները կարողանանք մեր կյանքում գործածել։ Հոգևոր կյանքը միայն ուրախություն չէ, հոգևոր կյանքը պահանջում է ճիգ և ջանք, որպեսզի մենք կարողանանք մեր ուզածին հասնել։ Եվ շատ հետաքրքրական է, որ այս մնացների առակում Հիսուս այդ ազնվականը չի հարցնում բոլորին, դրանքին չեն արել այդ դրամի հետ, այլ ընդհանրապես երեք մարդու։ Եվ մենք տեսնում ենք, որ այս առակում կարևոր չէ նաև թե ինչքան են նրանք շահել։ Ազնվականը գովում է, որ նրանք կարողացել են այդ երկուսը այնուամենայնիվ ջանք ու եռանդ գործածել և տված գումարը բազմապատկել, հնգապատկել և տասնապատկել։ Այդպիսին է նաև մեր կյանքում, եթե մենք որևէ ջանք չգործադրենք, ապա Աստված այդ ունեցածն մեզանից վերցնելու է։ Տեսեք, մարդկային կյանքում, դպրոցում ուսուցիչները դաս են հանձնարարում, կամ ինչ-որ առաջադրանք են տալիս այն աշակերտին, որը բացի մտավոր կարողություններից ունի նաև ջանասիրություն։ Եվ նման մարդու, նման աշակերտի համար շատ հեշտ է տրված առաջադրանքը կատարել։ Բայց տեսեք, հոգևոր չափորոշչով գնահատվում է ոչ միայն այն մարդը, որ իսկապես ուներ այդ կարողությունները և կարողացավ դրամը շահարկել ու ավելի ստանալ, այլ այստեղ մի շատ կարևոր ներկություն կա։ Գովաբանվում է նաև այն մարդը, որը ջանք ու եռանդ է, խնայել ինչ-որ մի բան անելու համար։ Մենք բոլորի դասարաններում ենք կային չէ այդպիսի մարդիկ, որոնք ամեն ինչ անում էին աշխատասիրությամբ, իրենց ջանադրությամբ, որպեսզի արդյունքի հասնեն։ Եվ մեր ուսուցիչները, որոնք խորագիր էին, գովաբանում էին նաև այդ աշակերտներին, տեսնելով նրա ջանասիրությունը, նրա ջանքը, նրա կամքը գործելու։ Նմանապես նաև մարզիկը, որքան էլ նրա մարմինը լինի սպորտային, բայց եթե նա ջանք ու եռանդ չխնայի, ամեն օր չմարզվի իր մարմինը իր հոգին, նա չի կարող սպորտային մեծ ուրեմն արդյունքները հասանելը։ Այդպես էլ մեր հոգևոր կյանքն է։ Աստված մեզ տվել է ինչ-որ շնորհներ դրանք բազմապատկելու, գործածելու։ Եվ տեսեք, շատ կարևոր մի բան կա այս առակի մեջ՝ հավատարմության զգացողությունը։ Հավատարիմ եղան են երկու ծառաները և կարողացան իրենց դրամը բազմապատկել։ Մյուսը, որը հավատարմություն ուներ, բայց գործնականում որևէ քայլ չկատարեց, դատապարտվեց։ Այսօր մեր կյանքում շատ կարևոր է հավատարմությունը։ Հավատարմությունը մեր Աստծո և մեր ազգային քրիստոնեական արժեքների հանդեպ։ Հավատարմությունը Տիրոջ նկատմամբ։ Եվ տեսեք, մենք այսօր եկել ենք մեր եկեղեցի, ևս մեկ անգամ նաև մեր հավատարմությունը ցույց տալու, չէ՞։ Մենք եկել ենք ասելու, որ Տեր Աստված, դու ես իմ կյանքի առանցքը, ես իմ ամբողջ մտածումը խարսխում եմ հենց քո մտածողության վրա, այնպես ինչպես որ դու ես ցանկանում։ Ուրեմն Աստված այսօր մեզանից յուրաքանչյուրից հավատարմություն է։ Հավատարմություն է ուզում առաջնորդներից, այն մարդկանցից, որոնք որ իշխանություն ունեն։
Այսօր մենք տարին պատում ենք և մեր եկեղեցու 4 սրբազանները բանտարկված են։ Մենք կհամար տնային կանանում, բազմաթիվ եկեղեցականների վրա քրեական գործեր կան հարուստ մեղադրյալի կամ վկայի կարգավիճակով։ Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ արվում է, մեզ կտրվում է հավատարմությունից, բայց Տերի քրիստոնյա եղբայրների եւ քույրերի։ Այս ամեն դժվարության մեջ պետք է տեսնել նաև լույսը։ Ճգնաժամերը, փորձությունները ոչ թե մեզ տկարացնելու, մեր Աստծուց, մեր արժեքներից հեռացնելու համար են, այլ ավելի զորանալու։ Լուսավոր Հայաստան նայելու մեր ապագային, հետևաբար իմ կարծիքով այս ճգնաժամը ճակերտավոր մի նոր հնարավորություն է ինքնանդադարձի ապաշխարության և առավել զորացած դուրս գալու այս պայքարից։ Այսօր Աստված մեզանից յուրաքանչյուրին նայում է և ասում, ով քրիստոնյա մարդ, հայոց եկեղեցու զավակ, արդյոք դու ամեն կիրակի գնում ես եկեղեցի, արդյոք դու եկեղեցու մեջ ես և քո եկեղեցականի կողքին։ Եվ սա նաև հավատարմության ինքնատիպ դրսևորում է։ Սիրելի քրիստոնյաներ, գիտեմ, որ բոլորի հոգիները ալեկոծված են։ Ամենքս յուրովի ենք տանում այս փորձությունները։ Մեկս կարողանում է դիմանալ այս զգայական աշխարհում, մյուսի սիրտը չի դիմանում, մյուսը իսկապես փորձում է երգեր գտնել, բայց երգը մեկն է։ Համախմբել հայոց եկեղեցու շուրջ, մտնել այդ նորյան տապանի մեջ, որովհետև այնտեղ է փրկությունը։ Սա մեզ համար նաև մաքրության և ապաշխարության շրջան։ Ես վստահ եմ, որ մենք սա ենք հաղթահարելու և առավել զորացած կերտելու ենք իսկապես ավելի զորացնելու մեր պետականությունը և ապրելու ենք մեր երազանց հայրենիքում և մեր սիրելի եկեղեցում։ Այսօր այդ հավատարմության թևերը մեզանից յուրաքանչյուրին պետք է, որպեսզի թևածենք այս աշխարհում և մեր հավատարմությունը ամեն վայրկյան ցույց տա։ Լինել քրիստոնյա նշանակում է ոչ միայն հետևել Տիրոջը, ոչ միայն հավատարիմ լինել նրան, այլ նշանակում է նաև մեր կյանքով ցույց տալ և վկայել Քրիստոսով ավետարանված փրկությունը։ Այդ փրկության գրավականը եկեղեցու մեջ լինելն է։ Բարի սերմերը որոններից զանազանելը։ Ուստի իմ հորդորն է ձեզ, մի վախեցեք, մի հուսալքվեք, վստահաբար Տիրոջ կամքով այս ալիքները գալու են անցնեն և այն մարդիկ, ովքեր այս արհեստական ալիքների ստեղծողն են, ալիքները գալու են և տանելու են նրանց և մնալու է մաքուրը և ագանակիքը։ Ուրեմն չեք հուսահատվում, լսվում եք Տիրոջ հարության հավատքով և զորությամբ և ոչ եք ասում այն բոլոր բոլորներին, որ ուզում են երկարակել մեզ, որ ուզում են մեզ հեռացնել մեր եկեղեցուց, մեր ինքնությունից։ Եվ սիրելիներ, ուշադիր եղեք, իբրև քրիստոնյաներ ձեր անձի հանդեպ։ Ուշքի դրեք ամեն մարդու խոսվածքին։ Այսօր իսկապես տեղեկատվական մեծ պատերազմի մեջ է։ Այսօր վիրտուալ իրականությունում փորձ է արվում ամեն ինչ անել, որպեսզի կարողանան թույլատնել մեզ, քրիստոնյաներից, մեր եկեղեցին, բայց հավատացնում եմ ձեզ, ոչինչ չի ստացվելու, որովհետև եկեղեցին աստվածահասկան կառույց է, և մենք կարիք ունենք իսկապես այսօր զորանալու մեր հավատքի մեջ և ոչ ասելու բոլոր այն բոլորներին, որոնք ուզում են մաքուր սերի մեջ դուսնել նրա կողքին։ Իմ խնդրանքն է ձեզ սիրելի քրիստոնյա եղբայրներ և քույրեր։ Այսօր Տեր ողորմյայի ժամանակ սրտանց աղոթեք մեր եկեղեցու անսասանության համար։ Աղոթեք մեր բոլոր հոգևորականների համար, մեր նվիրապետական աթոռների գահակալների, ուխտապար ժողովրդի և հոգևորականների համար։ Եվ մենք իբրև Մայրաթոր Էջմիածնի զավակներ, տալայս վերջին կիրակի օրը, պիտի ասենք և մեր շուրթերով վկայենք, որ Տեր անսասան պահի Մայրաթոր Էջմիածինը և
զորացնի եւ միշտ հիշեք Տիրոջ խոսքը։ Մի վախեցեք, ես հաղթեցի այդ աշխարհին։ Մենք բազում հաղթանակներ ենք ունենալու Տիրոջ օրհնությամբ։ Բոլորին պատմում եմ ուժ եւ կարողություն, եւ թող ձեր կյանքի մնացները, Սուրբ Հոգու շնորհները բազմապատկվեն, իշահ մեր հայրենիքի եւ եկեղեցու։ Ամեն։